սպասիկ եկանք գլուխ 12 այսօր պիտի շարունակենք 6-րդ համարեն սկսյալ եւ արդեն մենք տեսանք ինչպես անցյալ անգամ հարազանքները սկսան Անդիոքի մեջ եկեղեցին հիմնվեցավ Հակոբոսը ուրեմն ասինքցի Հովաննեսի եղբայր Հակոբոսը Երուսաղեմի մեջ սպանվեցավ Մարտիրոս եղավ մեկ խոսքով Հերովտեսը հրավ այդ գործը, քանի որ Հերովտեսը շատ քաղաքական մարդ էր, գուզեր քաղաքականություն շահիլ, ժողովուրդ շահելու համար պետք է ժողովրդին ուզածը դար եւ հрьяները ուրախացուց Հակոբոսին սպաննելով դժբախտաբար այսօր մեր երկիրներուն մեջ եվրոպական երկիրներուն մեջ կրնամ ասել, քանի որ մենք Եվրոպա ենք, այսօր քաղաքական ժողովուրդը կամ քաղաքական մարդիկ գուզեն նախ մտածել իրենց աթոռներու եւ իրենց շահի մասին եւ երբեմն եւ հիմա գլայլևս դժբախտաբար շատ անգամ Եվրոպային մեջ քաղաքականը ժողովրդին հաջեցնելու համար քրիստոնեությունը գլրեցնե եւ ինչպես գիտեք այսօր Եվրոպայի մեջ հadouk արշավներ գերտան որ քրիստոնեությունը կանգնի ամեն ինչին գսեն այո բացի քրիստոնեության եւ քաղաքական մարդիկ Հերովտեսի նման մարդիկ ամեն չանք կնեն ժպտալով հարկանքով եւ այլն բայց ամեն չանք կնեն ոչնչացնելու ամեն քրիստոնեական հիմքեր օրինակ համար Եվրոպայի մեջ մզգիթ ունենալը շատ ավելի հեշտ է քան թե եկեղեցաշենք ունենալը մզգիթ շնելը մզգիթի առաջարկ ըլլալը շատ ավելի թյուրությամբ գտնվի քան թե եկեղեցի առաջարկ ըլլալը մեծամասնությամբ քաղաքական մարդիկ այդ ուղղությամբ են այսօր ինչպես Հերովտես այդ օրերուն Հակոբոսի սպանեց եւ տեսավ որ հաջելի էր մարդկանց Պետրոսին ալ բան դրավ Պետրոսին ալ գուզեր սպաննել եւ 6-րդ համարին մեջ կգարտանք Հերովտես գուզեր զանիգա հաջորդ օրը դուրս բերել ուրեմն բանդեն դուրս բերել որպեսի սպաններ դադավարություն ուներ բայց այն գիշերը Պետրոս որ բանդներ երկու զինվորներուն մեջտեղ գկնանար քեղեցիկ է այս ներգայացումը գիտեք գործ արակերոցը Ղուգաս ավետարանիչն է գրողը եւ շատ հստակ ձևով մանրամասն երբեմն գկրե որ մեզի ուղղություն տա հրաշքի զորությունը ցույց տա մանրամասնության մեջ գուզե ցույց տալ ինչպես Աստված ամենեն բահված ամենեն խավար ամենեն գապված դերերու մեջ գրնա մեծ գործեր կատարել Պետրոս բանդի մեջ է բանդի մեջ երկու զինվորներու մեջ կկնանար գրգին շղթաներով կապված բանդ երկու զինվոր եւ գրտնաբադիկ հաստ շղթաներով կապված ասելով որ այդտեղ են դուրս ելնելը անգարելի է այդ ասել գուզե Ղուգաս ավետարանիչը բահբանները դրան արչև բանդին կհսկեին ուրեմն երկու հատ զինվոր բանդին մեջ իր հետ պաշտպանելու զինք զարմանալի որ Հերովտես ինչպես գվախնար որ այնքան բահակներ դրավ բարձ Պետրոսի շուրջը Պետրոսը բարձ ցկտորս էր ոչ բادرազմող էր ոչ զինվոր էր ոչ մարզիկ էր որ այնքան վախնային իր մե բայց այստեղ ցույց կտա Հերովտեսի վախը քանի որ ինքը շատ լավ գիտե ինչ պատահեցավ Հովաննես Մկրտիչին հետ ինքը շատ լավ գիտե հոգևոր կյանքը ինքը շատ լավ գիտե հոգևոր կյանքի զորությունը նույնիսկ վախծեր էր որ Հովաննես Մկրտիչը որ ինքը սպանեց վախծավ որ հարություն արած է այնքան հոգևոր այդ մտնոլորտի մեջ է մեկ կողմեն հագարակ է մեկ կողմեն գվախնա ուրեմն Պետրոսին բանդին մեջ շղթաներով կապված երկու զինվոր իր գողքին եւ առաջները տրան առաջը բահակներ բանդին կհսկեին եւ այդ բոլորին մեջ այդ անգարելի դեղը այդ փակված դեղը հանգարց գսե դիրոջ հրեշտակը եկավ եւ Պետրոսին կովը գայնեցավ ինչպես ներս մտավ այդ դիրոջ հրեշտակը եւ այստեղ դիրոջ հրեշտակը մարդու գերբարանքով եկած է այսպես հadouk ջերմակ հակուստ եւ այլն լույս պայլադգեր եւ այլն չկա գսե բարձ դիրոջ հրեշտակը եկավ կովը գայնեցավ
Երբ որ եկավ, այն ժամանակ կս այստեղ լույս ծագեցավ։ Գեղեցիկ այստեղ։ Լույս ծագեցավ, հրեշտակը Պետրոսին գողը խտելով արթնցուց սանիգա։ Մեկ խոսքով այդ լույսը որ ծագեցավ, Պետրոս չարթնցավ այդ լույսեն։ Զարմանալի։ Լույսը ծագեցավ, այդտեղ Ղուկաս ասել գուզե խավար զնդանի մեջ լույսը եկավ Աստծո։ Հոգևոր միտք ունի այստեղ։ Ֆիզիկական լույսի մասին չէ խոսքը։ Այդ խավարի մեջ, այդ բանդի կեղտոտ, գապված, շղթայակապ, զինվորներու բահակներով լեցուն, փակ դռներով լույսը ծագեցավ։ Հրեշտակը եկավ։ Արգելքներու մեջ Աստծո համար չկա փակված դռներ։ Այս քաչությունը նաև քեզ քաչալերվիր։ Լույսը ծագեցավ, բայց դեռ մեր սիրելի Պետրոսը պարկած է, քնացած է, ստիպված եղավ հրեշտակը գողը խտելով, այդ գողը խտելը հարված է, ստիպված եղավ հարվածել Պետրոսին, որ արթնցնե զանիգա, գողը խտելով արթնցուց զանիգա, և ասավ, հիմա դայցեք խոսքերը, շուտով ելիր, հենց այս խոսքը գսե, շղթաները գսե իր ցերկերեն վար ինգան, հրեստակը ասավ, քոդիտ կաբե, հոատապները թակիր, ել, շղթաները գկակվի, քոդիտ կաբե, քոդին կաբել մենք գիտենք, և Պետրոսը այս պատկամը շատ գիտե, քանի որ այս բանը, որ իրեն բադայեցավ, ինքը իր նամակի մեջ, առաջին Պետրոսի մեջ, գսեց ծեր քոդիները կոդեբնտեցեք, գհիշե այս, որ ինք բարգած էր և քնացած էր պանդին մեջ, հրեշտակը գուկա լույսը գծակի, բայց պան չհասկնար, հրեշտակը պետք է իրեն խոտ է, ծավցնե նույնիսկ, որ ինք արթննա շղթաները արգելք չեն, ծառայությունն է կարևորը, ինք մեծ գործ ունի անելու, այո Հերովտես պիտի սպանն է, փանդը տրվեր է, արգելքներ կան, ամեն շղթաները կապված են, այո, բայց ինք ծառայություն ունի անելու, ինք նպատակ ունի, ինք գոչում ունի, և ինք քնացած է, և ինք տերևս սկսեր Պետրոս, Հակոբոսին, մերծուցին, հիմա գարքը ինձ եկավ, չէ որ Հիսուս ասավ, որ իմ անունովս պիտի սպաննվիք, պիտի մեռնիք, իմ կարծիքով, այս մեկնաբանություն է, թե Պետրոս ոչ թե հանգիստ կքնանար, այլ հուսահատված կքնանար, հուսահատված էր, շղթաները կապված, երկու զինվոր իր կողը, երկու զինվոր թուրին առջև, Հերովտես մի քանի ժամ հետո իրեն պիտի հանե և իրեն պիտի սպաննե, ինք այդ փակ վիճակի մեջ հուսահատված էր, բայց մեկ բան մոռացած էր ինք, և մենք կարդացած ենք այդ ինչ որ ինք մոռացած է, համար 5-ի մեջ Պետրոս պանդին մեջ կսե բահված էր, բայց եկեղեցին անտատար աղոտ կգներ Աստծո անոր համար, ինք ցերկերը վար բարգած էր, հուսահատված էր գրնամսել, քանի որ հրեշտակին խոտելը մեծ իմաստ ունի, երբ կսե խոցեց մեծ իմաստ ունի, անչեր որ ինք հանգիստ բարգած էր, շատեր այդպես կսեն, թե Պետրոս հանգիստ պատրած էր, որ մապամը պիտի լա Աստված պիտի օգներ են, ոչ, եթե այդպես լար, երբ որ հրեշտակը կա լույսը ծակեր, Պետրոս արդեն ոտքի գելեր, երեսը փառք Տիրոջ, հրեշտակը եկավ, բայց չէ, հրեշտակը պետք ունեցավ իրեն արթնցնելու և գողը խտելու, ոտքի էլ, շղթաներեն ցերկերը վար ինգավ, հրեշտակը ասավ քոդիտ կաբե, հոատապները թակիր, ասել է ընելիք բաներ ունիս, ոտքի էլ, մի հուսահատիր, Աստված քեզ համար ծրագիր ունի, եկեղեցին քեզ համար գաղութ է, դու տեր ընելիքներ ունիս, մի հուսահատիր, մի լսեր Հերովտեսը ինչ ասավ, մի նայր այդ շղթաներուն, մի նայր այդ բահակներուն, մի նայր այդ փակ բանդին, դու ընելիք ունիս, հավասիկ աշակերտը, որ գանչված է Տիրոջ մե, անիգա էլ այնպես ըրավ,
հրեշտակը սավանոր հանդերձդ վրատ ար եւ եկուր իմ յետևես։ Տեսակ հրամանները մեկ հատ կարտամ այստեղը շուտով ելիր կոդիդ կապե հանդերձներդ հողաթափներդ հակիր հանդերձդ վրատ ար եկուր իմ յետևես։ Հրամաններ են ասոնք եւ այս բոլոր բաները մենք կտեսնենք նոր գդագարի մեջ որ հողաթափները ինչ իմաստ ունի հանդերձը կոդին Հիսուսի հետևեն երթալ եկուր իմ ետևես ժողովուրդ ջամփան բացող Աստված է մենք իր ետևեն գնացողնենք մենք պիտի երթանք իր ետևեն ջամփան բացողը ինքն է նույնիսկ բանդին մեջ ջամփա գա նույնիսկ բանդին մեջ ճանապարհ գա նույնիսկ բանդին մեջ լույս կա նույնիսկ շղթաներուն մեջ քագվիլ գա Կորձ արաքելոցը մեզ ցույց կտա որ Սուրբ Օքին գործե հավատարիմ հավատացյալներուն Սուրբ Օքին գործե հավատարիմ աշակերտներուն որպես իրենք շարունակեն իրենց ծառայությունը մինչև վերջ Պետրոս դերևս գարձած էր այստեղ իր վերջն է բայց Աստծո համար ծրագիրը այդ չէ մենք չենք գիտեր Աստծո ծրագիրը մեր համար մենք երբեմն գարձենք պիտի ապրենք 10 տարի 20 տարի բայց դերևս Աստված գսե հիմա ես քեզ կգանչեմ Կամ երբեմն կգարձենք որ արդեն կյանքենից վերջացավ, բժիշկը ասիգա ասավ, մյուսը այն ասավ, երգիրը այս եղավ, փանդերը փակվեցան, բինի մեռնինք, Աստված կսե ես եմ հրամանդվողը, ես եմ քո դերը, ես եմ քո հովիվը, դու իմ յետևես եկուր։ Հալելույա, ինչ գեղեցիկ պատմություն է, որ գրնանք մեր երկար խոսիլ այս թեմայով։ Եվ անալ ելլելով անոր յետևեն գերտար, բայց չեր գիտեր թե այն հրեշտակն ըրածը իրական է, ապա կգարձեր թե դեսիր կդեսնե։ Չհասկնար ինչ կպատահի, քանի որ ֆիզիկական կյանքի եւ հոգեվոր կյանքի մեջ սիրելիներ այդ կամուրջները կան, որ երբեմն չենք հասկնար։ Եվ Պողոս ինքս է մենք ոչ թե տեսությունով կքայլենք, այլ հավատքով։ Ուրեմն տեսությունը եւ հավատքը միշտ այսպես խարտախ վիճակ է, չենք հասկնար։ Բայց երբ որ դու իր յետևեն կքալես, երբ որ դու իր յետևեն գերտաս, Եվ որ հնազանդությամբ կքայլես Տիրոջ յետևեն առանց գիտնալու ուր, ինչ, ինչպես։ Դերը միշտ կլուսավորե քո ջամփան, ինք բարի հովիվն է Տեր Հիսուսը, ինքը քայլի արջևեն եւ դու յետևեն։ Ուրեմն վստահիր Տիրոջը, թող լուսավորե քո ջամփատ, մի նայիր ինչ վիճակի մեջ ես, այլ նայիր քեզի ուր կդանի։ Հալելույա։ Ինք բանդին մեջներ չեր գիտեր ինչ վիճակի մեջ էր, կսպասեր մահը, բայց ահա դերը եկավ ուրիշ տեղ գտանի իրեն։ Ինք չգիտեր ուր գերտա, բայց ինք վստահած է, ինք իր յետևեն գերտա, չգիտեր ինչպես, չհասկնար ինչպես գերտա, բայց եթե դու իր յետևեն գերտաս, դերը քեզ այսպես ինչպես կսե ամպագումակիրքը եղնիկներու պես քեզ օտերեն կտրցնե։ Դու չես հասկնար, բայց ինք գիտե ուր գտանի քեզ։ Դու քո բանդերուտ մեջն ես, բայց ինք գիտե այդ բանդեն դուրս անելը քեզ։ Հալելույա։ Եվ եթե գահավատաս այս խոսքերուն սե հալելույա գահավատամ, բարձրացանց է Տեր Հիսուս գահավատամ, իմ բանդերուս մեջ են հանողը դու ես, շղթաներս կագողը դու ես, իմ բռնված զինվորներես քերույթենես ազատողը դու ես, եւ նայեցեք ինչ կապատայ այդտեղ, երբ անոնք առաջին ու երկրորդ պահաբաններեն անցան, եկան մինչև երկաթե թուրը, որ շատ գեղեցիկ է գսեմ, որ քաղաքի մեջ կհաներ ինքն իր մե բացվեցավ։ Երբ որ հրեշտակին յետևեն կքայլե, բահակներեն գացնի բահակները ոչ թե քնացած են, այլ չեն տեսներ։ Սիրելիներ հրաշք կպատահի այստեղ։ Պետրոս բանդեն դուրս կելե ոչ մեկը չի հասկնար։ Ամեն թուրերը փակ են, բահակները թուրին արջև կանգնած են։ Ոչ մեկը չհասկնար ինչ կպատահի։ Եվ գուկա վերջին տուրը այդտեղ բահակ չկա, քանի որ այդտեղ երկաթյա տուրն է, փողոցի տուրն է մեկ խոսքով։ Բահակները ներսն են, բանդի ներսի բաժինն են։ Այդտեղ են գացնին հրեշտակով գուկա բանդի տուրին արջև։ Գեղեցիկ է գսե բանդի տուրը, երկաթյա տուրը ինքներեն կբացվի։ Երկաթի տուրը սեր է այն տուրը, որ երբեք չեր բացվեր, այն տուրը, որ ծանր է, այն տուրը, որ պետք է մի քանի զինվորներ պետք է որ բացվեր, այդ տուրը 1-2 մետրոնոց տուր չէ, այդ տուրը հսկայական տուր էր, որ մի քանի զինվորներով պետք է բացվեր։ Մարդիկ չէին գնար ներս մտնել, չէին գնար դուրս ելնել, ինքներեն բացվեցավ։
քանի որ Տիրոջ ներկայությունը այդտեղ էր, քանի որ Տիրոջ լույսը այդտեղ էր, քանի որ Տիրոջ զորությունը այդտեղ էր եւ Պետրոս այդ Տիրոջ զորության մեջ գքայլեր։ Հալելույա։ Անգելելով փողոց անցան։ Հրեշտակն ալ իսկույն անգե զադվեցավ։ Գեղեցիկ է։ Իշեք Փիլիպոսին բապմությունը։ Դարավ մեկտեղ գործվեցավ։ Այստեղ հանեց այն բանը, որ ովևէ մարդ չէր գրնարնել, Աստված ըրավ։ Բայց Աստված մեզ երեխայի պես չբահեր։ Մեզ գսե չափահասներու պես գսե հիմա տուներ է։ Ինք անգարելին ունողն է, բայց մենք կարելին պետք է ենք։ Մենք մեր բաժինը ունենք, ինքը իր բաժինը ունի։ Ինք չփռնեց Պետրոսին իր դունը չդարավ։ Ինք բարձրապես հանեց դուրս երկաթյա թուրեն, շղթաներեն, զինվորներեն եւ մութ փանդեն։ Դուրս հանեց։ Եվ գսե այստեղ համար 11։ Պետրոս ինքնին քալով միջև հիմա այսպես ամբերու մեջ էր, եթե գուզեք, այսպես դարօրինակ վիճակի մեջ էր, ինչպես ասի ֆիզիկականի եւ հոգեվորի այդ գամուրջի մեջ է, որ չհասկնար ինչ կպատահի։ Ինքնին եկավ, հիմա գսե ճշմարտապես գիտեմ, դե դերը իր հրեշտակը ղրգեց եւ ազատեց ցիս Հերովտեսին ցերքեն, ուր հրեի ժողովրդին բոլոր ագնկալու տենեն։ Ինչ կուզեին հրավի ժողովուրդը սպանել Պետրոսին։ Հերովտես ինչ կուզեր սպանել Պետրոսին։ Հրեշտակը ինչ ըրսավ ազատեց Պետրոսին։ Եվ Պետրոս կսե հիմա ես հասկացա թե դերն էր։ Մեկ խոսքով երբ որ փողոց եկավ, երկաթեթյուր անցավ եւ հրեշտակը թողեց իրեն, հասկացա որ այս բոլորը իրական է։ Մեր հավատքը իրական է, սիրելիներ։ Մենք թեորիա չենք հավատար, բացմություններ չենք հավատար, մենք օտային առասպելներ չենք հավատար, մեր հավատքը իրական է, ինքզինքիդ եկուր, ինչպես Պետրոս, եւ դու գրնաս ասել, փառք քեզ դեր, որ ինձ ազատողու ես, փառք քեզ դեր, որ ես բանդի մեջ եմ, բայց գիտեմ որ երկաթյաթուրը պիտի բացվի, քանի որ այդ երկաթյաթուրը բացողը ոչ թե ես եմ, ոչ թե ժողովուրդն է, ոչ թե ինչ իմ իմաստությունս է, այլ քո զորությունն է, որ իմ առջևես կքայլե։ Եթե ես քո ետևետ կքայլեմ Հիսուս, ուրեմն ես անցողն եմ այդ երկաթյաթուրերուն։ Անորամար Հիսուս կսե ինձի եկեք, իմ ետևես եկեք, ինձի հետևեցեք։ Ուր են այդ հավատացյալները, որ կսորվին Հիսուսի հետ քայլել, Հիսուսի խոսքին համաձայն, Հիսուսի անձին համաձայն ամեն օր, ամեն վարդյան։ Այդ մարդիկ պիտի տեսնեն հրաշքները։ Ինչու շատեր կտեսնեն հրաշք եւ շատեր չեն տեսներ։ Որ չափ մոտ է Տիրոջը, ինչպես այստեղ պատմության մեջ, դու պիտի տեսնես երկաթյա թուրերը պիտի բացվին։ Դու պիտի տեսնես լույսը, դու պիտի տեսնես շղթաները կապված, ինգած, դու պիտի տեսնես որ քո համար հրաշքներ կկատարվի։ Բայց քո նպատակը հրաշքը չէ։ Պետրոս նույնիսկ հույս չուներ փրկվելու։ Ինք չէր աղոթեր, որ ինք այդտեղ են դուրս գա։ Հրաշքները լայրեն համար։ Եկեղեցին գաղոթեր իր համար։ Եվ ես գիտեմ եկեղեցին ինչու գաղոթեր։ Չեմ կարծեր, որ եկեղեցին գաղոթեր, որ ինք փանդեն ազատվի։ Գաղոթեր, որ միջև վերջին վարքան հավատարիմ մնա։ Փաստը պիտի ցույց տամ քիչ հետո ցեզ։ Ինք եկեղեցին չէր աղոթեր, որ Պետրոս ազատվի, դուն վերադառնա երեխաներուն մոտ, զոկանչին մոտ, գնոջը մոտ եւ ամեն ինչ լավ լա։ Ոչ։ Իրենք աղոթեին մեկ բան, դեր, քո զավակդ մինչև վերջին վարքյան հավատարիմ բահե, ինչպես Հակոբոսը մինչև վերջին վարքյան, ինչպես Ստեփանոսը մինչև վերջին վարքյան, դեր Պետրոսինալ մինչև վերջին վարքյան հավատարիմ բահե քո խոսքին մեջ։ Շատ անգամներ կկարոզենք այս թեմաներու վրա կամ գլսենք կարոզներ այս թեմայով, որ եկեղեցին գաղոթեր, որ Պետրոս ազատվեր փանդեն։ Ոչ։ Իրենց համար մեռնիլը շատ ավելի օգուտ էր, քան թե ապրիլը։ Բայց իրենց վախը այդ էր, որ չլա թե Պետրոս ուրանա,
Չլա թե հավատարիմ զավակները ցերկերնին վար առնեն։ Ինչու, քանի որ անչափ գրնային չարչարել հավատացյալներուն, որ հավատացյալները ուրանային իրենց հավատքը, մասնավորապես գաղութեին հավատացյալները, որ չլա թե հավատարիմները ինան իրենց հավատքեն այս կամ այն պատճառներով։ Մենք ալ պետք է սորվինք եկեղեցիով աղոթել, ոչ թե որ մեր քույր եղբայրները լավ թուղթ ունենան, դուն ունենան, դեղ ունենան, փող ունենան եւ այլն, ոչ, որ իրենք հավատարիմ մնան։ Հավատարիմ մնան Հիսուսի ամենեն վատ վիճակի մեջ։ Քանի որ հրաշքնողը մենք չենք, մեր աղոթները չէ, Աստված է։ Եթե հավատարիմ մնանք, հավատարմության համար աղոթենք, Տիրոջ կամքը փնտրենք այս կամ այն քույր եղբայրին համար, Տերը անպայման իր հրեշտակը ղրգե հավարեն ազատելու, շղթաներեն դուրս հանելու, երկաթյա թրերը բացվելու իրենց առջև։ Եվ այդպես նայեցեք գեղեցիկ այստեղ, եւ այսպես մտածելով գնաց Մարգոս ըսված Հովհաննեսին մորը Մարիամի դունը, ուր շատեր հավաքված աղոթք գնեին։ Այս Մարգոսը Մարգոս Ավետարանիչն է։ Իր դունը, իր մամային դունը, անպայման մի քիչ մեծ ըլլալու էր, այդտեղ եկեղեցի էր։ Նորեն կգտնեմ, սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Գիրքին մեջ, ավելի նոր գդագարանի մեջ եկեղեցա շենքի մասին խոսք չկա, այլ կա եկեղեցիի մասին խոսք։ Եկեղեցին հավաքույթն է Հիսուս Քրիստոսի հետևորդներուն։ Ուրեմն ասոնք այդ տան մեջ հավաքվեր են եւ աղոթք գնեին։ Հիմա չեմ գիտեր ինչի համար աղոթք գնեին, բայց կրնանք նաեւ քուշագել, որ իրենց աղոթքը նաեւ Պետրոսի համար էր։ Ոչ միայն Պետրոսի համար, բայց նաեւ Պետրոսի համար, բայց ինչ դեր մինչև վերջին վարգան հավատարիմ մնա քո զավակը։ Այս էր աղոթքը։ Նայեցեք փաստը, երբ Դանը Թուրսի թուրը զարգավ Պետրոս հրովթե անունով աղախինը գնաց ագանջ տնելու թե ով էր։ Գիտեք ինչու, քանի որ հալածանք կար։ Թուրերը այսպես չէին բանար։ Պետք է մեմը ներսեն հարցնեին, ով ես։ Նույնիսկ հadoop նշաններ գուտային իրար, որ թուրը բանալով հալածողները չմտնային ներս եւ չսպաննեին բոլոր հավատացյալներուն, ինչպես հիմա գբադայի շատ մեծ երկիրներուն մեջ։ Ուրեմն թուրին արժավ ագանջ կուտա գսե, ով է։ Եվ այդտեղ Պետրոսին ցայնը ջանցավ, ուրախութենեն թուրը չփացավ։ Հաբան ներս վազելով հայտնեց, Պետրոս տրանը արչև գայները, իսկ անոնք ըսին անոր խենթեցեր ես, բայց ինք կբնտեր, անոնք ալ գսեին, անոր հրեշտակը պիտի ըլլա։ Նայեցեք, ինչ այդ փաստը, որ քիչ առաջ ասի, թե իրենք Պետրոսի ազատության համար չէին աղոթեր, այլ գուզեին Պետրոսի հավատարմության համար գաղոթեին ներողություն, Պետրոսի հավատարմության համար։ Երբ որ Պետրոս գուկա, հրեշտակը երկաթի թուրը բացավ, Պետրոս գուկա փայդի թուրը գթագե, բայց այդ փայդի թուրը մարդիկ չեն բանար։ Քանի որ մարդիկ ուրիշ բան կսպասեին։ Նայեցեք, անոնք կգարձեին նույնիսկ Պետրոս մերերը արդեն, սպաններ են արդեն Պետրոսին։ Քանի որ գսե Պետրոսը չէ հրեշտակն է։ Ասիկա ժողովրդական խոսք է հрьяաներու համար։ Անշուշտ մարդ իր հրեշտակը չունի։ Մենք հազարավոր, միլիոնավոր հրեշտակներ կգործեն հավատացյալներու փրկության համար ամեն։ Բայց այն մարդ իր հրեշտակը չունի։ Այս խոսքը ոչ թե գործնական վարտաբեդական խոսք է, այլ ժողովրդական խոսք է, որ գսե դու խենթացել ես Պետրոսը դերևս մերերը միջև հիմա։ Փանդին մեջ Հերովտեսը դարեր էր մերցնելու, Հակոբոսին սպանեցին, իրեն ինչու պիտի չսպանեն։ Չէին սպասել իրենք ազատությունը փանդեն։ Իրենք կսպասեին միան գսեին դեր հավատարիմ, թող կովդ կա Պետրոս։ Հիմա Պետրոս եկեր է թուրը գզարնե, հայդե թուրը գզարնե վեի մարդը չի պանար։ Երգատյա թուրը հրեշտակը գպանա, բայց պայդե թուրը մարդը չի պանար։ Սիրելիներ, մենք ներիքներ ունենք, մենք գոչում ունենք, մենք պատրաստ պետք է լանք ամեն տեսակի հրաշքներու,
Աստված իրենք գաղութեին Պետրոսի հավատարմության համար, Աստված ոչ թե միան հավատարմություն տվավ, այլ նաև ազատություն տվավ։ Եվ Պետրոսի մա իրենց տրան արժև գայները գրկնաբադիկ օրտնություն գուտա։ Մեր գարձածեն ավելի գսը սուպ գիրքը, մեր երևակայեցեն ավելի գուտատերը։ Եվ այսպես կբադա այստեղ, իրենց երևակայեցեն ավելի գուտատերը, իրենք տրան արժև գայները Պետրոս, թուրը գզարնի եւ ահավասիկ սիրելի քուր եղբայրներ, տեր մարդիկ կսեն չէ, դու գսխալվիս Պետրոսը չէ։ Զարմանքը, որ Պետրոս ազատվեցավ։ Սակայն Պետրոս անտատար գսե գզարներ ու երբ բացին զինք տեսնելով ապշեցան։ Պետրոս կշարունակե ազատ զարնել։ Պետրոս միտքեն գսեր որ փանդին թուրերը բացվեցան։ Երկաթյա թուրին վերեն բացվեցավ։ Հրեշտակը որ մոդը սլնար, այս թուրն ալ կփանար։ Ինչու գնաց հրեշտակը։ Գասկնակ սիրելիներ, Աստված գուզե երբեմն մենք մեր բաժինը անենք։ Այո, մենք պիտի թագենք, պիտի աշխատենք, պիտի հարադևենք, պիտի սորվենք, պիտի ինանք։ Աստված գրնա այս բոլորը չնել եւ մեզի հանգիստ կյանք տալ։ Բայց այդպես չէ։ Տերը գուզե որ մենք ամեն մեկ քայլին իր մեծ հրաշքը տեսնենք։ Անտատար գսե գզարներ, բայց թուրը երբ որ բացին ապշեցան, ասին Պետրոս դու ինչ գործ ունես։ Բայց անիգա ցերկով նշանը Ռամանոնց որ լուր գնան ինչու քանի որ ամբողջ այդտեղի խումբը եկեղեցին ոտքելով սկսավ վստահ վլվլիկ մեջտեղ հանեց ցայն իրարանցում Պետրոս հալելույա եւ այլն Պետրոսը լուր մնացեք հարազանք չլինի մարդիկ չլսեն հարևանները ցայն թող չլսեն լուր մնացեք կսե ցերկով նշան Ռամանոնց որ լուր գնան եւ բացմեց անոնց թե ինչպես դերը զինք բանդեն հանեց եւ ինչը սավ կացեք սավ Հակոբոսին եւ եղբայրներուն բացմեցեք այս Հակոբոսն ալ մյուս Հակոբոսն է որ Երուսաղեմի եկեղեցին հովիվն էր մի քանի գլուխ հետո անոր մասին խոսենք որ Հիսուսի եղբայրն է որ գրած է Հակոբոս գիրքը ասոր մասին մենք սերդողություն հրած ենք եթե գուզեք կերտակ եւ գլսեք Հակոբոս գիրքը թե ով էր այդ Հակոբոսը Հիսուսի հարազատ եղբայրն էր Հովսեփի եւ Մարիամի դղան Եվ ինք կսե ինչ շուտ կացեք բատմեցեք եկեղեցի հովիվին եղբայրներուն երեցներուն եւ ինք գնաց ուրիշ տեղ ինչու քանի որ հալածան կա քանի երբ որ գտնեն որ Պետրոս չգա բանդին մեջ պիտի վազեն եւ պիտի փնդրեն եւ պիտի փորձեն գտնել զինք ուրեմն շատ շուտ փախավնեցեք իմաստուն է չսա որ հրեշտակը ինչ կազատե նոր են գազատե ես ճամփում մեջ տեղը մնամ մեկը ինձ չի տեսներ բանդի մարդիկ չտեսան հիմա էլ չեն տեսներ ոչ Խելացի պիտելաս, դեր իր բաժինը գնեն, դու թույլ կուտա, որ դու բաժինը դնես։ Մենք բեբեկներ չենք, գաթնգերներ բեչելնանք, որ սպասենք, որ ամեն մեկ մանրամասը Աստված մեզ օգնե։ Ոչ ըներիկներ ունենք, մենք իմաստուն պետք է ելանք, Սուրբ Օգիով լեցված իր ճանապարհի մեջ քայլելու նպատակով։ Արդուն մեծ խռովություն ցակեցավ զինվորներու մեջ։ Թե արդյոք ինչ եղավ Պետրոս։ Զարմացան, քանի որ նորմալ չէր։ Բանդի թուրերը բաց չէին։ Եթե բացը լային գսեին թուրքեն մեկը եկավ կողծավ դարավ եւ այլն։ Ոչ, թուրերը փակ են։ Ամեն թուրերը փակ են։ Վստահ եմ երկաթյա թուրը որ բացվեցավ որ Պետրոս դուրս ելավ, իդ փակվեցավ։ Քանի որ մինչև արդու ոչ մեկը բան չսկաց։ Հասկնակ, հրեշտակին մեծ կորձը։ Արդու ամեն մարդ խանգարվեցավ, ինչ եղավ Պետրոսին։ Հերովդես ալ երբ ուզեց զանիգա եւ չկդավ, բահաբանները հարց ու փորձ ընելով հրաման ըրավ որ սպաննվին։ Բոլոր բահաբանները, մոտավորապես 16 բահաբան, սպաննվեցան, քանի որ իրենք չկարողացան բահել Պետրոսին բանդին մեջ։ Պետրոս Հրեաստանեն Գեսարիա գնաց ու հոնգեցավ մեկ խոսքով փախավ Երուսաղեմի հութայի շրջանեն դեպի ավելի վերևի բաժին։ Ինչ գեղեցիկ պատմություն, բայց ոչ միայն պատմություն, այլ իրականություն։ Տիրոջ խոսքը այսօր քեզ կհասնի։ Քո բանդիտ մեջ, քո կապվածության մեջ, քո շղթաներուտ մեջ, քո խավարի մեջ։ Նույնիսկ եթե դու քնացեր ես, նկարացեր ես, Տերը կխոթե քեզ
Գողդ գխոցե եւ գսե արտնցիր, հողատապները տակիր, հանկուսը տակիր, ոտքի էլ, ցերկերը վեր հանե։ Քոդիտ կաբե եւ քայլե։ Եդևես եկուր, ուր որ դանիմ։ Չես գիտեր ինչ կբադայի, բայց հետևիր ինձ։ Հալելույա։ Հալելույա։ Այս պատմությունը քեզ համար եւ ինձ համար է։ Դերը օրդն է։ Համար 20 Հերովտես, ուրեմն Հերովտես տակավորը, խիստ թշնամացած էր դյուրենացիներուն եւ սիրոնացիներուն, անոնք ալ միապանությամբ եկան եւ տակավորին Պղաստոս Սենյագաբեդը համոզելով հաշտություն խնդրեցին։ Այս հիմա քաղաքական պատմական կարևոր թրվածք է, որ այս քրությունը ոչ սուբ գիրքի եւ ներողություն, այս քրությունը պատմական գիրքերու մեջ գրված է։ Ինչ որ գբադայի այստեղ Հերովտեսին։ Ուրեմն Հերովտեսը խնդիր ուներ սիդոնացիներուն եւ դյուրենացիներուն հետ։ Նամասել Լիբանանի հարավային այս երկու քաղաքները խնդիր ունեին Հերովտեսին հետ եւ այստեղ գրված է իրենց երգիրը թակավորին երկրեն աբրուստ կառներ։ Ուրեմն այդտեղ արևդուրի դեղեր եւ թակավորը իրենց վրա իշխանություն ուներ։ Բայց խնդիր կար։ Եվ թակավորը չէր ուզեր, որ այդ մարդիկ կամ այդ երկու քաղաքները, գյուղաքաղաքները իրենց հետ կոմերս, վաճառականություն աներ։ Ուրեմն միջնորդ եկած է, որ ասելով որ ընդունիր, հաշտվիր եւ այլ։ Եվ որոշված օրը, ուրեմն օրը որոշվեցավ Հերովտես թակավորական հանդերձը հակած եւ Ադյանը նստած անոնց ադենապանություն գներ, մի խոսքով գկարոզեր, գխոսեր։ Ժողովուրդն ալ գաղաղագեր ըսելով Ադիկա Աստուծոյին ցայն է եւ ոչ թե մարդու։ Աստուծո ցայն է եւ ոչ թե մարդու։ Չէ որ թակավորեն շահ կսպասեին, այնքան թակավորին փարավորեցին, երբ որ թակավորը գխոսեր Հերովտես, Աստուծո ցայն է, մարդու ցայն չէ, դու Աստված ես, այդպես խոսքեր բարձացավ դեպի իրեն, իսկույն դերոջը հրեշտակը զանիգա զարգավ Աստուծո փառք չդալուն համար եւ որտլալից ըլլալով մերավ։ Այս պատմությունը պատմական քրքերու մեջ կա, թե Հերովտեսը որդով լեցված նույն վարյանին որդերը մեջ են գերան եւ իրեն սպանեցին։ Բարձաբես քանի որ ինք հրյա էր, չմոռնաք, Հերովտեսը հրյա էր։ Երբ հրյամը իրեն գսվի դու Աստված ես, ինք պետք է փառքը տալ Աստծո, ասել, չէ, ես չեմ Աստված։ Ես չեմ Աստված, ես փառքը տվեք Աստծո։ Առաքյալները այդպես էին։ Հիսուս այդպես չրավ, երբ որ ասի դու իմ Աստվածս ես, ասավ հիմա հասկացար։ Ինչու՞ քանի որ Հիսուս Աստված էր։ Բայց հրյամը չէր գրնար ընդունել այդ բանը։ Հերովտես այդ փառքը տեսնելով լուր մնաց։ Փառքը չդվավ դիրոջը։ Ընդունեց, ինքն է թակավորը, ինքն է փառքը ստացողը եւ Աստվածը սավտուն այս բանը գիտնալով պետք է որ փառքը դայր ինձ եւ չդվեցիր նույն վարյանին սպաննվեցավ։ Ցույց կուտա այստեղ կորց արաքելոցը Աստծո արդարությունը, զորությունը, իշխանությունը եւ նաեւ պատիժը այն մարդկանց, որոնք գիտեն ճշմարտությունը եւ այդպես չեն կայլեր։ Նոր գտակարանի մեջ ենք սիրելիներ։ Մենք երբեմն այնքան կկարողենք նոր գտակարանի մեջ, որ շնորհքի դագենք, ամեն ինչ լավ բիդլա, Աստված չի բաճեր, Աստված մեծ գներ է, Աստծո զավակներ ենք, Աստված մեր հայրն է։ Այո, բայց ուշադիր, թեթև չխոսիս այդ խոսքը։ Թեթև չխոսիս այդ խոսքը։ Նոր գտակարանի մեջ կբադայի այս։ Անանիա Սաֆիրայի պատմությունը գիշեք։ Սուդի պատճառով ինչ եղավ։ Հիմա քիչ հետո պիտի տեսնեք, թե գույր գլա մեկը։ Բարձաբես քանի որ չընդունի Տիրոջ խոսքը։ Այստեղ Հերովտես գմերնի, որդով լեցուն, որդերով լեցուն, քանի որ փառք չդվավ Աստծո։ Եվ նայեցեք 24 համար ինչ կսե։ Աստծո խոսքը գաջեր եւ գշատնար։ Ինչու՞։ Գիտեք ինչու Աստծո խոսքը գաջեր եւ գշատնար։ Քանի որ գտեսնեին, որ Աստված իրական է։ Աստված սուրբ է։ Աստծո հետ խաղ չգա։
Աստված իրական Աստված է, սիրող է, այո, բայց նաև սուրբ է, արդար է, ճշմարիտ է, խաղ չենք կրնարնել։ Հիմա նայեցեք մեր եկեղեցիներու վիճակը, խաղ ու բար են, ամեն մարդ իր եկեղեցի գլուխն է, հովիվներ իրենց եկեղեցին թագավորներն են, քահանաներ իրենց եկեղեցին թագավորներն են, ինչ գիտնամայ մեկը իր դեղը լեցված, կարծեք Աստված չկա եւ Աստվածը արդեն այդ եկեղեցի հովիվն է, պատասխանատուն է, կամ քարոզիչն է, կամ քահանան է, կամ ով որ ուզեք։ Ինչ կպատահի։ Ուր հասավ։ Անոր եկեղեցին չաջիր։ Անոր այսօր իսլամները եկեղեցական շենքեր կքնեն, մզգիթները կշատնան։ Իսլամ երիտասարդները այսօր գշատնան եւ իրենց գրոնքը կպաշտպանեն, բայց քրիստոնյա երիտասարդները ուր են։ Ուր են այդ ծնողները, որ իրենց զավակներուն կսորվեցնեն Աստուծո վախը, նույնիսկ մեր եկեղեցիներուն մեջ։ Ծնող չկա, որ իր զավակին երբեմն ծնողներ չեն ալսել իրենց զավակին եկեղեցի մի դեր տանք։ Խելոք եղիր, լսե Աստծո խոսքը, աղոթե, չէ, խաղ ու բար։ Եկեղեցին դարձել է խաղի վայր, ծանոթության դեղ, շատ մի եկեղեցիներ ուդել խմելու, դարետար ծնելու դեղ։ Եկեղեցին չաջիր, քանի որ այդտեղ լրջություն չկա։ Հազիվ հովիվը կսկսի խիստ խոսիլ, այդ հովիվին այդտեղ են կվերցնեն։ Հազիվ հովիվը մեկումը գա ուզի հանդիմանել դիրոջ խոսքին համաձայն, գսեն չէ, շատ մի հանդիմաններ չլար։ Այսօր ծնողներ իրենց երեխաներուն ավելի գրսեն, քան թե իրենց Աստծուն։ Գներեք, եթե այդպես եք, ապաշխարեցեք։ Եկեղեցին չաջիր, քանի որ դիրոջ վախը չկա։ Թող մենք տեսնենք, հասկանանք դիրոջ վախը, տեսնենք մեր ամենօրյա կյանքի մեջ, որբեսի Քրիստոսի մարմինը աճի, քոդան մեջ աճի, եղբայր քույրերով աճին, ընտանիքներուն մեջ աճի, մեր հայացքին մեջ եկեղեցին թող աճի։ Բարնաբաս եւ Սողոս իրենց հանձնված ճաշտոնը լմնցուցին, Երուսաղեմեն դարձան, Մարգոս ըսված Հովաննեսնալ իրենց հետ առնելով։ Գիշեք իրենց կորձը ինչ էր, որ Անդիոքեն երթային Երուսաղեմ, ինչու քանի որ այդտեղ գար սով, անցյալ շաբաթ մենք տեսանք։ Սովը օգնություն դարին, ֆինանսական օգնություն, հավաքեցին դրամ, ուդելիքներ, ինչ որ պետք է, դարին Երուսաղեմ։ Կորձերին վերջացավ հիմա գսե, ետ վերադարձան թեպի Անդիոք։ Մի խոսքով գրեցնեք, Բարնաբասը, Մարգոսը, Ղուգասը, Հովաննեսը, Բողոսը, Պետրոսը, բոլորը միապանված են։ Պետրոս բանդեն դուրս կելը ուղիղ երթա եկեղեցի։ Ուղիղ չսեր իմ գնոջս ասեք, ինք կսեք եղբայրներուց ասեք։ Այստեղ Բողոսը, Բարնաբասը իրենց կորձերին վերադարձան թեպի Անդիոք թեպի եկեղեցի։ Ինքնագոչ հովիվներ չգան, ինքնագոչ քարոզիչներ չգան, 3-4 հոգին, 5-6 հոգի կհավաք է եկեղեցի գշնե գոր այսօր։ Մի հատ տելեֆոնով Zoom ծառայություններ կսկսին, մարդ կհավաքեն, ինքնագոչ, ոչ մեկուն հետ կորչ չունի, ոչ մեկուն հաշիվ չդար։ Սիրելի քույր եղբայրներ, անոր համար եկեղեցին չաջիր։ Այսօր եկեղեցիները չեն աջիր, այսօր եկեղեցիները կշատնան, բայց բաժնված կշատնան։ Եթե մեկ քաղաքի մեջ մեկ եկեղեցի գար, հիմա 3 եկեղեցի կա, բայց այդ 3 մարդիկ 3 եկեղեցին որտեղ են եկած։ Այդ առաջին եկեղեցին բաժնված են, մեկը հոնգերտա, մյուսը հոնգերտա, մյուսը հոնգերտա։ Այսպես եկեղեցի կխաղանք, ավետարանականները ունին իրենց համակարգը, առաքելականները իրենց համակարգը, կաթողիկները իրենց համակարգը։ Քաղաքական բաներ կդառնա եկեղեցիներու մեջ։ Գներեք որ այսպես կխոսիմ, քանի որ այս պատճառով Քրիստոսի մարմինը կգաղա եւ իմ սրտից ցավը այդ է։ Քրիստոսի մարմինը կգաղա, քանի որ եկեղեցական խաղեր կխաղանք։ Թույլ տվեք որ իմ սրտի ցավը ձեզ փոխանցեմ։ Եկեղեցին չաջիր, քանի որ այսօր դիրոջ парք չենք տար, հերովտեցի պես հովիվներ կան այսօր, որ парքը իրենք կստանան, եւ իրենք պետք է ելան առաջին, իրենք պետք է ամեն չնեն, իրենց նկարները, իրենց անունները, իրենց եկեղեցի անունը։ Եվ գուրախանան, որ եկեղեցիները մարդ կավելնա։ Լավ նայեցեք, որ եկեղեցի մարդ կավելնա, գտեսնեք ինչ կպատահի։ Այդտեղ են նեղված, մյուս տեղ են նեղված, մյուս հովիվ են նեղված, մարդիկ կփախին ըստեղ են անդեղ, իբր թե եկեղեցի կշատնա։ Դերը ողորմություն ունի։ Մեզ այս խաղերեն դուրս անե։ Գլուխ 13։
մի քանի համարներ եւս կարդանք։ Ուրեմն Անդիոքի մեջ հիշեք ցեզեսի առաջին եկեղեցին ոչ Երուսաղեմի մեջ, առաջին եկեղեցին Երուսաղեմեն դուրս որ հիմնվեցավ Անդիոքներ։ Անդիոքը գային հույներ, հрьяաներ, դերևս հայերալ, մի խոսքով դարբեր ասկերեն եկեղեցի կար այդտեղ։ Եվ այդտեղ Անդիոքի մեջ կսե եղած եկեղեցի են, քանիմը մարգարեներ։ Գուզեմ շշտել, եւ որ գսե եղած եկեղեցի են, ասել այդտեղի խումբ են, որ գահավաքվեին դարբեր դուներու մեջ։ Այդտեղի խումբ են։ Քանիմը մարգարեներ եւ վարտաբետներ գային։ Անուններ Բարնաբաս, որ ու Շմավոն, եւ Նյուգեր, որ Նյուգեր գոչվեր, եւ Ռուգիոս Գյուրենացի ու Մանահեն, Հերովտես Չորորտաբեդին, Սննտագիցը եւ Սոս։ Ավասիկ ասոնք մարգարեներ եւ վարտաբետներ գային, ուրեմն ասած անունները, ասեք մեկ եկեղեցին մեջ կան մարգարեներ, վարտաբետներ, հովիվներ, ավետարանիչներ, եւ պես այս գիրքը մեզի այդ կխոսի եւ ես հուսամ որ դարբեր իսկական քրիստոնյա գետրոն եկեղեցիներու մեջ այսպես պետք է լա, ոչ թե միան հովիվ եւ ինչպես ասի վտանգ այդ է որ հովիվ գլա գրնալալ парքին կառնի, պետք է հովիվին գող կլինեն ծառայողներ, մեկը այս տեսակ, մեկը այն տեսակ, մեկը այն տեսակ եւ միապանված կսե իրար հետ էին եւ երբ անոնք դերոջը պաշտոնին մեջ էին եւ ձոմ գբային, ուրեմն ասիկա գիրագի օրն է, պաշտամունքի ընթացքին, ծառայության ընթացքին, պարապանության, երկրբակության ընթացքին Սուրբ Հոգին խոսեցավ։ Մեգումը միջոցով վստահ, մի եղբայրներու միջոցով եւ ասավ. «Զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այն կորձին համար, որուն ես կանչերեմ անոնց»։ Ուրեմն Սուրբ Հոգին գսե հիմա երկու հոգի ծեր մեջ են դուրս պիտի անեմ եւ պիտի ղրգեմ։ Սուրբ Հոգին է ղրգողը։ Այդտեղ վստահ մի եղբոր միջոցով, որ այդտեղ ներկա էր։ Ուրեմն գսե դուրս անենք, իրենց համար կորս տրածեմ եւ սիրելի միապանված եղբայրները այն ադեն գսե ձոմ բահելով, աղոտ կնելով ցերկ տրին անոնց վրա եւ ղրգեցին։ Ցերկ տրին ասելով մենք ցեզ հետ ենք։ Հիսուսի անունով օրտնվեցեք եւ ձեր կորձը կատարեցեք։ Այո, մեզ մեկը բաժնվիկ, երթակ, չենք գիտեր ինչ պիտի լա, պիտի սպանվիկ, պիտի հալածվիկ, չեմ գիտեր ինչու Սուրբ Հոգին գղրգե եւ կարեւոր է որ այստեղ ոչ մեկը չէր գիտեր ուր գղրգեր Սուրբ Հոգին։ Միայն գիտեին որ պետք է դուրս գային ծառայության եւ ցերկ կտնեն, գործնեն ծառայության համար։ Ոչ թե որ մարդիկ երթան հանգիստ դուներնին նստին, ոչ թե որ իրենք բժշկվին կամ լավը լա իրենց համար, ոչ, երթան ծառայելու, նվիրվելու, դիրոջ թաշտին մեջ հանձնվելու։ Չենք գիտեր ուր, ինչպես քիչ առաջ ասի, որ Սուրբ Հոգին գարաշնորհ է մեզ, չենք գիտեր ուր։ Ամբերի մեջ ենք երբեմն։ Նույն բանն ալաստեր, չենք գիտեր ուր։ Այդ Սուրբ Հոգին ասավ, ես իրենց պիտի ղրգեմ, պատրաստեցեք, աղոթեցեք եւ ձեր ցտեսությունները ասեք։ Եվ այդպես ալ եղավ։ Եվ անոնք կալգսե համար 4 Սուրբ Հոգի են ղրգված Սելևգիա իջան եւ անգե անցան Գիբրոս։ Ուրեմն այս ճանապարհները որ հիմա պիտի տեսնենք, ասկեվերջ Պետրոսի 3 եւ 4 ճանապարհությունները, այդ ճանապարհները բոլորովին հռոմայցիներու հռոմայական գայստրության ճանապարհներն էին։ Բաց ճանապարհներ էին, հռոմայական ճանապարհներն էր, որ ամեն մարդ այդտեղին հասներ մեկ երգիրը մյուս երգիր երթալու համար։ Հասան Գիբրոս, Սաղամինա հասնելով հрьяաներու ժողովարաններուն մեջ Աստծո խոսքը կկարոզեին, ուղղակի երթային հрьяաներուն Աստծո խոսքը կարոզելով։ Հովաննեսը իրենց սպասավորություն գներ, Հովաննեսը որ իրենց հետ էր, միասին էր։ Բարնաբասը եւ Սողոս միասին ելան, Հովաննես որ գսե Մարգոսի մասին է խոսքը։ Մարգոսն իրենց հետ էր, երեքով ծառայության գերտային։ Անոնք ուրեմն բդդելով այն բոլոր գղզին կացին մինչև Պաֆոս։ Հոն կդան սուտ մարգարե հրյա մոք գախարդ, որուն անունը Բարեհեսու էր։ Ուրեմն գախարդ մներ ասիգա, որ փոխանորդ Պտեշխին հետ էր։ Պտեշխին ուրեմն առաջնորդ է, քաղաքի առաջնորդը, որ գոչվեր Սերգիոս Բողոս, խելացի մարդը։ Ասիգա Բարնաբասը եւ Սողոսը հրավիրելով ուզեց Աստուծո խոսքը լսել։ Ուրեմն Պաֆոսի պատասխանատուն
ուզեց Աստծո խոսքը լսել։ Բայց անոնց թեմ գեցավ Եղիմաս մոկը, այդ գախարտը, որում մասին խոսեցանք, բարա Հիսուսի անունը, բայց Եղիմաս, քանզի այդպես կթարգմանվի անոր անունը։ Եվ գուզեր փոխանորդ բտեչին հավատքեն դարձնել։ Ուրեմն առաջնորդին հավատքեն գուզեն դարձնել։ Ուրեմն այստեղ պատմական կարևոր կետ կա, որ ամեն քաղաքի մը կարևոր անձնավորությունը, լա առաջնորդ, լա մարզբեդ, լա քաղաքաբեդ, այդպես ուներ իր գողքին իրեն ծառայող մոկ խելացի իմաստուն գախարդ խառնված այսպես անձնավորություն, որ իբր թե հոգևորը, իմաստությունը, տեխնիկը, ինչպես եմ փարոյականը իրար խառնված իրեն խորհրդադու էր։ Հիմա երբ որ տեսավ այս մոկը, թե այս առաջնորդը Բողոսի եւ Բարնաբասի սկսավ լսել, ինք խանգարվեցավ։ Քանի որ եթե այս առաջնորդը պիտի լսեր Բողոսին եւ Բարնաբասին Աստծո խոսքը, այս մարդը իրեն այլևս պետք պիտի չունենար։ Ինչ կպատահի, ուրեմն արգելք կենալու սկսավ։ Հասկանաք, նորեն շահակրքիր մարդիկ իրենց շահին համար, ինչպես Հերովտես քիչ առաջ, գրնան դանկնեցնել Աստծո կորձը։ Սատանան գուզե կորձածել քո շահակրկրությունը, որ դու Աստծո շատ չհարիս։ Երբ Փարավոն լսեց, որ Աստված գուզեր Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանել, գիտեք ինչ հրավ։ Եգիպտոսի ժողովրդին շատ ավելի գրտնաբադի կորձ տվավ։ Իսրայելի ժողովրդին գրտնաբադի կորձ տվավ, որ մարդիկ իրենց կորձով սպաղվելով Աստծո խոսքերը չլսեն։ Այս սատանայի խաղն է։ Ուշադիր եղիր քո կորձերուդ, քո շատ կորձերուն, որ շատ բաներ ունի սնելիք, շատ բեղ գվազես, շատ բանով կսպաղվիս եւ Աստծո խոսքը սերդելու, Աստծո խոսքը ժամանակ դալու, Աստծո խոսքին հետևելու ժամանակ չունիս։ Այս սատանայի խաղ է։ Ամբողջ սուրբ կիրկանոր մասին կխոսի։ Եվ նույն բան այստեղ այդ գախարտը, այդ մոկը արգելք կգենա Սողոսին եւ Բարնաբասին, որ Աստծո խոսքը փոխանցեն այդ առաջնորդին։ Նայեցեք այստեղ ինչ գրված է համար 9։ Բայց Սողոս, որ Բողոսալ գոչվի, այստեղ առաջին անգամն է, որ Սողոսին Բողոս սկսան ասելու, ինչու։ Ոչ թե որ Աստված անունը փոխեց։ Երբեմն գլսենք Աստված Սողոսին Բողոս հրավ, ուրեմն Սարգիսին ալ Հակոբիտն է օրինակի համար։ Ոչ, սիրելիներ։ Սողոսը հրյական անունն էր, իսկ հռոմեական անունը Բողոս էր։ Ինչպես Սարգիսը հայկական անունն է, բայց երբեմն Սերժ գծվի ֆրանսերենը, Սարգիսին Սերժ գսեն շատերը։ Նայած որ երգիրը Սերգեյ օրինակի համար, բայց Սարգիսն է։ Նույնալ Սողոսը եբրայերեն Սողոսն էր, հունարեն, քանի որ հույն հռոմեական մթնոլորտի մեջ է, չմոռնաք, որ Բողոսը այլևս Երուսաղեմ չէր, Պաղեստին չէր, դուրս ելավ, սկսավ դեպի աշխարհ երթալու։ Անոր համար այստեղ առաջին անգամ գրված է Սողոս, որ Բողոս կգոչվի, այդ գախարտին նայեցեք ինչ կսե։ Սուրբ ոգիով լեցված աչքերը անոր վրա դնգեց եւ ասավ. ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լեցված սատանայի որդի, թշնամի բոլոր արդարության բիդի չթաթարիս դերոջը շիլակ ճամփաները ծրել է։ Հիմա դերոջը ցերկը ահակու վրատ է ու գույր բիդի լաս ադեն արևը չտեսնելով։ Իսկույն անոր վրա մեկ ու խավար իջավ ու բդդելով առաջնորդ կփնդրեր։ Ինք առաջնորդ էր այդ պատասխանադու անձնավորության եւ ինքը գույրցավ։ Գիշեք բամը, գիշեք մի քանի շաբաթ առաջ ինչ պատահեցավ։ Բողոսին ալ նույն բանը եղավ։ Բողոսը ճիշտ նույն վիճակի մեջն էր։ Ինք Աստծո ժողովրդին հակառակ էր։ Գուզեր սպանել Դամասկոսի ջամփուն վրա։ Գուզեր հալածել, երթար, Երուսաղեմ բերել, արգելք էր, ինչպես այս կախարտը հիմա առաջնորդին։
Բողոսն ալ նույնպես էր։ Ինքը երբ Տիրոջ խոսքը եկավ, իր աչքերն ալ գույցավ։ Եվ նույն բանը կբադայի այս մոքին եւ ինքը հիշե նաեւ վստահ, թե ինք ուրդեղեն ուր եկավ։ Գույր բիդելլաս իսկույն խավարիչավ բդելով առաջնորդ կփնդրեր։ Այն ադեն փոխանորդ պտեշը երբ այս բաները տեսավ, հավատաց մեծապես զարմանալով Տերոջը վարդապետությանը վրա։ Հալելույա։ Հալելույա։ Գտեստեք Բողոսը ինչ խստությամբ այս մարդուն խոսեցավ։ Գհիշեք Պետրոսը ինչ խստությամբ Սիմոն Դախարտին խոսեցավ։ Գհիշեք Պետրոսը ինչ խստությամբ Անանիասին եւ Սաֆիրային խոսեցավ։ Սիրելի քուր եղբայրներ, սեր ըսել չէ անարդարություն։ Սեր ըսել չէ մարդոց մեջ կքորել, շոյել։ Սեր ըսել է ճշմարտություն ըսել։ Այո, այստեղ խիստ բացելով զինք, քանի որ անարդարությունը կխապեր, ճշմարտության հակառակ կլար, արգելք էր այդ մարդկանց փրկությանը։ Մեր եկեղեցիների մեջ շատ մարդիկ կան, որոնք արգելք են մարդկանց հոգևոր առաջացմանը, իբր թե շատ կսիրեն, իբր թե շատ համերաշխեն, իբր թե շատ այսպես ընդուների են, գնդունին մա վնաս չունի, մեղք կրավ վնաս չունի, ոչ, մեղքը մեղք է, անարդարությունը պետք է արդարը լանք, խաբեության թեմ, անարդարության թեմ, զրբարդության թեմ, թշնամության թեմ, գսե դու ամեն գսե սատանայի որդի թշնամի բոլոր արդարության Սուրբ Հոգիով լեցված։ Սիրելիներ, մենք պետք ունենք Սուրբ Հոգիով լեցված, սիրով այո, բայց արդարությամբ, սիրով այո, բայց ճշմարտությամբ, իրականությունը ասելով։ Աստծո խոսքը գաջեր, նայեցեք այստեղ այս պտեշը, այո, այս պտեշը որ ընդունեց, արդեն հետաքրքրված էր Աստծո խոսքով, բայց դեսավ Աստծո զորությունը։ Դեսավ որ այդ գախարտը ոչ շատ գախարտություն արած էր, բայց Աստծո զորության առջև ոչ մեկ բան չգրծավ անել, Աստված ավելի զորավոր է, հասկացավ, չմոռնաք, անաստվածներ էին, հետանոսներ էին, չէին գիտեր ոչ Հիսուսը, ոչ Աստվածը, ոչ մի աստվածություն։ Այս բոլորը չէին գիտեր։ Դեսան աչքորով եւ ինչ եղավ, հավատքը շատացավ։ Նվիրվեցավ եւ այդ պտեշը, որ այդ քաղաքին կարևոր անձնավորությունները մեկն էր, վստահ Պաֆոսին մեջ, Պաֆոս կղզի մեջ մի քանի ամիսներ առաջ կացի եւ այդտեսա այդտեղ մեծ եկեղեցիներ բացին, ոչ թե շենքեր, այլ մեծ խումբեր բացվեցավ, դնային խմբակներ, եկեղեցիներ դուներու մեջ սկսան քարոզել, ապրիլ, հրաշքներ անել, ինչու, քանի որ արդարություն քարոզվեցավ։ Նորեն գսեմ, եկեղեցիները գաջին, եթե եկեղեցի գլուխները քիչ ավելի Քրիստոսի դեղ դային եւ իրենց ցայնը քիչ ավելի լրացնեին։ Օրտնյալ է մեր դերը, որ մեզ գսորվեցնե ճշմարիտ քրիստոնեական հավատքի հիմքը։ Գործ առաքելոցը մեր քրիստոնեական հավատքի հիմքն է, ինչպես ամբողջ ավետարանը անշուշտ։ Բայց այստեղ գտեսնենք ինչպես հավատքը կսկսի, ինչ բանի վրա կհիմնվի, ինչ բանով մարդիկ կաշխարեն, ինչ բանով մարդիկ կընդունին Քրիստոսի զորությունը, եւ որ գսես սատանայի որդի, գիտեք ինչ զորավոր խոսք է այստեղը։ Մինչև երբ կսես շիդակ ջամփաները պիտի դրես, Տիրոջը շիդակ ջամփաները պիտի ծրես։ Ինենք Տիրոջ ջամփան կքարոզեին։ Այսօր եկեղեցիներու մեջ սիրելիներ շատ կներեք ինչ պիտի ասեմ, եկեղեցիներու մեջ այնքան շիդակ բան չի կարոզվիր։ Տիրոջ շիդակ ջամփան չի կարոզվիր, մարդիկ իրենց ուզածը կամ մարդկանց ուզածը գուզեն կարոզել, մարդկանց ուզածը գուզեն հասցնել, մարդկանց ուզածը որ մարդիկ չնեղվին, չթողնեն եկեղեցին չերտան, գարձեք նպատակը այսօր եկեղեցիների աթոռները լեցնելն է։ Գարձեք այսօր նպատակը եկեղեցիներու մեջ մարդ շատցնելն է։ Ոչ սիրելիներ, այդպես չէ։ Նպատակը Քրիստոսի շիդակ ջամփան կարոզելն է։ Շիդակ ջամփան ապրեցնելն է, շիդակ ջամփան ապրիլն է, իր խոսքերը փոխանցելն է, իր խոսքերը ապրիլն է եւ ոչ թե մեր գարձած ուզած բաներու մեջ հանգիստ կենալ եւ մարդկանց չնեղացնելն է։ Թող Տերը քեզ օգնե, որ այս խոսքին վրա դու շտկես քո ճանապարհդ, քո ավելորդաբաշխություններդ, քո մարդկային
սովորությունները եւ ավանդությունները, լավ լսի ինչ կսեմ, քո եկեղեցական ավանդությունները, որ այս քրքին համապատասխան չեն, քո այս կամ այն դաստիարակությունը, որ այս քրքին համաձայն չէ, շտկես դիրոջը շիդակ խոսքին մեջ բերես։ Մնացած երկրորդական է։ Առաջինը դիրոջ խոսքն է։ Թող Տերը քեզ օրհնի եւ Տերը քեզ զորացնի եւ Տերը քեզ ցույց տա, որ ամենաթանկը ինքն է, ամենակարևորը ինքն է իր ճամփան է, եւ դու դառնաս Բողոսի նման, Բարնաբասի նման, ճշմարիտ, աբրող, խոսող, Սուրբ Հոգիով առաջնորդված մարդ, եւ փառքը դրվի իրեն, հալելույա։